Մենք տեսանք գույների եւ օգտագործված նյութերի բազմազանություն, օրինակ այս հատվածում գտանք քարերի 9 տարբեր երանգ։ Սա խճանկարի բարձրորակ կատարման հստակ նշան է։ Ինչեր է թաքցնում Գառնիի արքունի բաղնիքի հատակին պատկերված այս խճանկարը, ինչ շերտերից է բաղկացած ու ինչ է անհրաժեշտ այն վերականգնելու համար։ Հարցեր, որոնց պատասխանելու նպատակով Հայաստան են ժամանել Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետները։ Մենք գնահատեցինք, որ այս խճանկարը ունի կառուցվածքային խնդիրներ, շերտերի միջև կան որոշ խզումներ, բայց ընդհանուր առմամբ մենք կարծում ենք, որ սա շատ հետաքրքիր եւ գեղեցիկ խճանկար է։ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող 3-րդ դարի արքունի բաղնիքի հատակին պատկերված խճանկարի ուսումնասիրությանը կհաջորդեն վերականգնման աշխատանքները։ Հայաստանում պահպանված ամբողջական խճանկարներից միակն է Հայաստանում, պեղվել է 50-ական թվականներին եւ պեղման աշխատանքների ավարտից հետո այն մինչ այսօր որևէ վերականգնման աշխատանքների չի ենթարկվել։ Կատարվել են նմուշառումներ, պատասխանից էլ կախված արդեն պարզ կլինի, թե ինչ մասշտաբների, ինչ ծավալի աշխատանքներ է սպասում։ Վերականգնվելու է ոչ միայն խճանկարը, այլև արքունի բաղնիքը։ Դեռևս 2019 թվականին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ պատվիրվել է արքունի բաղնիքի եւ դիցաբանական բովանդակությամբ խճանկար հուշարձանի վերականգնման եւ ամրակայման նախագիծ։ Հաշվի առնելով նախագծողների կողմից տրված լուծումները, մեծ արժեքը բաղնիքի եւ մեթոդաբանությունը 24 թվականին Իտալիայի Հայաստանում դեսպանության համագործակցությամբ եւ աջակցությամբ որոշվել է պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆլորենցիայի L'Opificio delle Pietre d'Oro ինստիտուտի հետ համագործակցության, որը մասնագիտացված կառույց է նմանատիպ մոնումենտալ արվեստի գործերի վերականգնման ոլորտում։ Ըստ նախագծի ամբողջությամբ կփոխարինվի նաև բաղնիքի ծածկը։ Ինքը ավելի ժամանակակից հարթ տիպի տանիքով, մետաղական թեթև կոնստրուկցիաներով ծածկ է լինելու եւ մոտեցում կցուցաբերվի նաեւ մոզաիկայի խճանկարի հատվածին, որ ջրահեռացման, ջրաթափանցման խնդիրները վերանան։ Իտալացի մասնագետների խմբի ղեկավար Լապո Սոմիլին նշեց, խումբը վերականգնման աշխատանքներ կկատարի ոչ միայն Գառնիում, այլև Արուճի եւ Դվինի հնավայրերում։ Ծրագրով նախանշված վերականգնողական աշխատանքները ընդհանուր առմամբ կտևեն 3 տարի։ Այդ ընթացքում կկատարենք նաև զբոսաշրջային ուղիների բարեկարգում։ Նախագծի արժեքը 70 միլիոն դրամ է, սակայն ֆինանսավորման չափը կարող է փոփոխվել հետագա աշխատանքների ծավալով պայմանավորված։ Խճանկարի անտիկ շրջանին բնորոշ հունարենով արված այս արձանագրությունը բառացի վերծանվում է աշխատեցինք ոչինչ չստանալով, սակայն վերականգնողները խոստանում են կաշխատեն, իսկ վերջնարդյունքը գոհացուցիչ կլինի։ Քրիստինե Թորոսյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր